ժողովուրդ նոր նստած է, ասեցի լտեսնեմ ես պատվերս ես պոշտալյոնին չի բերում, ես ինչ քամի ա, ես է որոշել եմ գնամ քայլեմ, տակ կհագնվեմ, լավա դուրս եկա, տնից դուրս չես գալի, հարթուկս համայրա վերջն եմ տեսնում, հələ գնամ տեսնեմ ստացել եմ, մոռացել էի, տաբատել եմ մի հատ վերցե վիլվետից կարիշնիվի, տեսնեմ կլինի հակս, ես ունեմ հավաքածուս, բայց հավաքածուիս մեջը ամեն բան չկա, օ, վերել են էլի դև եմ բերեղ, եսա ստացա, Zalando, 2 հատ իսաշրջազգեստ, 1 տաբատ, հիմա միասին կբացենք, ըստ բացելուն կտեսնեմ, հակիս կլինի թե չէ, եթե աչկաչապս շատ ուժեղ է, մենակ տաբատի վրա եմ կասկածում, տեսնենք, գնացինք, հիմա եկեք բացենք, տեսնեմ երևում հա, նստած է, ասեցի ճիշտապես մի հատ մտնեմ տեսնեմ, ինձ կարիշնևի սապոկ եմ համարել, այս դիջության բացում կարող է հետ ուղարկեմ, սրանք իսա շրջազգեստներն են, տեսնես հակիս կլինի, չգիտեմ, պիտի որ լինի, բայց քանի որ ինքը շագանակագույն է, եկեք ես ընդամիտ կոմպլեկտը բերեմ կփորձեմ, ես ունեմ շագանակագույն բաներ, եկեք կամաց բացեմ մի հատ, շատ տրենդային է երեխեք կլեչատին, հիշում են իմ տարիքի կանայք, 80-ական թվականների մոդան է, մատերիալը շատ լավն է, ես այս ֆիրմա սիրում եմ երեխեք, այս ֆիրմայի անունը Next, եթե չեմ սխալվում, սա գերմանական է, օ, կարող է մի քիչ մեծ լինի, կարող է մի քիչ մեծ լինի ժողովուրդ, տեսեք, հիմա ես այն մտածում եմ, ինչի հետ, այո, շագանակագույն եմ կոշիկներից հետ, բոթասների հետ, հիմա դեմոնստրացիա է լինելու, և այն ես կհագնեմ ձեր համար, սա շորտ կարի է, անել շորտ, երևի շորտ էլ անեմ, եկեք, սա մեկ, իսկ ես մեկը, սա էկոսեյա, չգիտեմ անգլիայում ակորներ կան, սա կիլտ է, կիլտ, են տաղամարտիկ որ հակնում են, յուբկաներ, վաղա եսի կարճ է երեխեք, երեխեք, ես էլ է լավը, վա, ես էլ է լավը, սա իր հետաքրքրություն ունի, բայց կհակիս կլինի, սրա վրա կասկածում եմ, սա կարող է փոքր լինի, դերա, կփորձենք, սա սրանն է, եկեք չխառնեմ, տեսնեմ, եթե փոքր լինի, մեծը կպատվիրեմ, տաբատի վրա եմ կասկածում, ռազմերին եմ կասկածում, եկեք ուտուշության բացեմ, վիլվետ է ինքը, չկլինի ինձ թվում, եկեք մի հատ փորձեմ և գնանք առաջ, հիմա գնանք տեսնեմ ինչ է պետք որ ես սրանց համար բերեմ, որպեսզի փորձեմ, սրա հետ կարելի է հագնել կարիշների բլուզն ու այն ժիլետը և ինչ կոշիկներ, սրա հետ էլ, գնացինք, գրամ ինչ որ պետք է բերեմ ստեղ չգնամ գամ, ժողովուրդ ջան, եկա, տաբատը ռազմեր լավ էր, գիտեք ինքը մանեկենի վրա, այ այստեղից էր, ինձ բրինջի եղավ, ծնկից վերև, յուբկան մի քիչ լայն է, մեծ է, պաղդոն, լայն չէ, բայց ոչինչ, թող ազատ լինի, ես գիտեք թե ցեպ ունի, ցեպ չունի, ռեզին է, շատ ընտիր բան է, ես շատ հավանեցի, գինը 46 եվրո ինչքան է, ուրեմն այս յուբկան սև սապոկների հետ եմ հագել և բոթասների, բոթասները կարելի է ոսկե գույններ հագնել, ոսկե գույնի հետ է սիրում կսազի, սրա հետ էլ է սազում, նենց չի որ, բայց քանի որ գնում ենք ձմեռը, բայց այս յուբկան շատ կսազի սվիտերի հետ, երեխեք, սվիտեր չունեմ կարիշնևի կամ բեժվի, չգիտեմ, մի հատ տեսնենք ոնց է լինում, ինձ թվում է սև սապոկետ ավելի սիրուն է և մտածում եմ ինչ սվիտեր ես ունեմ, որ կարելի է սրա հետ հագնել, ասենք խոսքի այս ժակետ, էսի չհագնեմ, այս վերխից սիրուն է, բայց սա սենց երկար է, ինձ կարճ բան է պետք, մի հատ գնամ լու մի հատ ուրիշ բան հագնեմ կամ ժողովուրդ, հակա սվիտերի հետ, որովհետև
ամեն դեպքում սվիտրի հետ ավելի սիրուն, հա։ Ունեմ չունեմ ես մի սապոկներ ունեմ, մի հատ սապոկ է ինձ պետք։ Տեսեք եկ գալիս եմ առաջ, ոտասներ ես։ Այս յուկան շատ լավն է, երեխեք, ասեմ, շատ հարմար, շատ ազատ և ամենակարևորը չի ձգում ես ռեզինի մոմենտը։ Մի հատ խնդրում եմ նայեք, սա էլ ձեր Անահիտը չկան։ Նայքը, չէ, շատ բոյը, ամեն ինչը, պատկերացնեք, եթե մի քիչ կարճ լինեք, երեխեք, սա ձեզ չի սազի, շատ երկար կլինի, կկպի գետնին։ Հիմա, ինչ է անում ձեր Անահիտը։ Հիմա ես ես յուբկան հետս կվերցնեմ խանութներ և ես կգնեմ շատ, ուզում եմ սվիտր, որ սենց լայնոտ սվիտր լինի, տեսել եմ, բեժվիներ եմ տեսել, բեժվիներ կսազի ինձ թվում է հետը, բայց եթե ես իմ են գաբող կիսասապոկներ եմ տեսել շագանակագույն, էդ էլ շատ լավ կլինի, բայց կսպասեմ սորդերին, հիմա ունեմ, բայց ինքա էլ սիրուն կլինի հետը, ինքս եմ իմ էդ լավ եմ, չէ խոսում, ես էլ իմ կիսաշրջազգեստը, բարով մաշես Անահիտ ջան, շատ լավն է, շատ նուրբ, շատ գեղեցիկ, տրապեզնի է գալիս, այսենց, ու երբ որ ունենք մենք մի քիչ ազդրերի հատված, դե ինչ, բարով մաշես իմ սիրելի Անահիտը չկա։ Վարա, հələ մի հատ եմ պալտոյի հետ հակնեմ, տեսնեմ կսած, դե լավ ալարում եմ, հետո կհակնեմ։ Հələ մի հատ եկեք ես էկոսական յուբկեն փորձեմ, չնայած փոքր էր աչքիս։ Անում եմ հակնեմ կալգոտկի, հաշվեք թե կալգոտկի կա հակը սև, այս յուբկան է վատը չգիտեք, իսկ եթե սրա մի ռազմեր մեծը վերցնեմ, կիչացնեմ մի քիչ ու երկարությունը սենց կլինի, իհարկե Անահիտ ջան, խելքը, գաղապար, դե լավ սիրելիներս, միած սրանք էսա հետ ուղարկեմ ամիջապես և սա պատվիրեմ, էստերա շատ լավը, տակ, շատ սիրուն է, գեղեցիկ է դաժը ոչ թե սիրուն, այլ գեղեցիկ է։ Տեսնում եք, ինքը չպետք է թռնես հետևի մոմենտը, ես կվերցնեմ մի քիչ մեծ, մի ռազմեր մեծ, մի քիչ կոնքերիս վրա կդնեմ, ինչ ասեցիք։ Չա սա էլ է իմ հագին, ուղղակի բոյի մոմենտն է, չնայած բոյն էլ է լավ, նենց չի որ մատրյուշկա։ Մի հատ սահան է, որ սենց տեսեք, այս կողքն է սենց բան է, պրյաշկա է, վալա։ Սապոկներով ասած շատ գեղեցիկ, դրա համար մի հատ գնամ տեսնեմ մի ռազմեր մեծը կա, ինչ լավն է մածերալը, ուղղակի սպանում է։ Հələ մի վարկյան ժողովուրդ։ Եթե ես մի ռազմեր մեծ վերցնեմ, այս չափսն է լինում։ Նո, գնացի մի ռազմեր մեծ է պատվիրելու։ Էլ արդեն կալգոտկին էլ կարաս պիտակ հակնես, սև հակնես։ Ոբշեմ ժողովուրդ ջան, ցանկացա կիսվել ձեր հետ, չնայած ունեմ լավ հավաքածու, բայց այս տիպի յուբկա է իմ անգալի, կլեչատնի և հենց սենց, սա ունեցել է մաման կարը, Սուսաննա կարը, թե մաման, չեմ հիշում, ես արտասահմանից էլ էի բերել ես յուբկան 81-82 թվականներին։ Ժողովուրդ ջան, եկա մայրիկի մոտ, մամ ջան, նկարում եմ Էռնեմ արևից, մեկ էլ հիշեցի, որ ես հրաշալի բան է պատրաստում, ասեցի սպասեք նկարեմ, մամ ջան, բացատրի ժողովրդին մի հատ։ Ուրեմն այս ցուկը, սարեսրած ցուկը, ալյասկայի ցուկերն է, ծախում են 1 կիլոյով, էլի։ Էսի ուրեմն երկար հենց ֆիլեներն է։ Երկու մասի բաժանեցի, աղու բիբար ես անում։ Ուրեմն վերցնում ես մի հատ ցուկ, հանկա ավելի հաճել լավ կլի հանկային ջրով։ Երեխեք, հանկային ջուր, ջերմուկ, բժնի, ինչ ունեք, էլի, հա։ Անում ես ալյուրով անում ես, այս շապսի, բանի, Լենչիկի խմորի մի քիչ պին, տեսանքը։ Հա։ Մի հատ ձու, մամ, ալուն, հա, բլիչկի նման, հա, եղավ, հա։ Ուջվել անայդ, աղը։ Բիբար չես անում։ Մի քիչ, չէ լավ, բիբար իրա վրա կա։ Իրա բիբար։ Հա, եղավ, մամ ջան։ Քանի որ Սերժն էլ ա ուտում, պետք է բիբար պետք չի։ Եսի վերցնում ես, թաթախում ես, սիրուն, ավելավա մի քիչ պինդ անեմ խմորը։ Հա։ Արա, մի քիչ էլ արա պինդ։ Արդեն ջոգեցիք, չէ երեխեք ինչ է ասում մաման։ Մամ, այն բանից չունես խառնիչից, էնի շատ լավ է խառնում։ Այստե քիչ եմ ասում դրա համար չեմ։ Երեխեք մեր մոտ այնց քամի է, այնց գլխացավ էր, այս քամի երբ պիտի կանգնի, սաթիկ մետեո։ Մաման այն օրն էս լավ ասեց, էйքան լավ եղանակ ա լինելու շաբաթը, չեն կարա ելնենք գնանք քայլենք դաժե։ Մի քիչ
քիչ պետք է դինի, որ ինքը բռնի։ Բռնի, հա, ձուկը։ Հետո թաթախում ես մաքսիմատի մեջ։ Այդ բժնին երևի ռեակցիա է անում, էլի մամ։ Նայքնը ես արդեն թաթախել եմ, հիմա սենց, վերցնում ես։ Այ արդեն բնդացավ լավ, մամ։ Մամ, էսի դու ինչ էիր անում, սենց, էսի։ Այն բանը կապաշկի ծաղիկները կար է։ Այ, մամա, այդ ինչ համով էր։ Եթե ես բանը անում, հավաքում ես այն ծաղիկները։ Ծաղիկները ապրես, հա։ Ու կոչվում է բլինի այդ ծաղիկները։ Շատ են ուտում, հա։ Կոչվում է beignet de fleur de courgette։ Ես էլ մակարոն եմ դրել խաշվի։ Ահա, ժողովուրդ ջան, տեսնում եք, հետո ցույց տամ ձեզ արդեն պատրաստի։ Սիրելիներս, ահա, հիմա մի հատ համ տեսա անեմ։ Երեխեր, բերանի մեջ հալվում եմ։ Այս է ասում, վայ չուտողին, մամ ջան, բարյախորժակ մեղնեմ արևիդ։ Ժողովուրդ ջան, բարև ձեզ, ինչպես եք, հուսով եմ, որ ձեր մոտ ամեն ինչ նորմալ է։ Ես տանից դուրս եմ գալիս, որովհետև ունեմ բավականին շատ գործեր եւ կամաց եմ խոսում, մաման ոնց որ թե մի քիչ բան ընջել է։ Եվ այսօրվա իմ լուկը սա է։ Հագել եմ բոթասներով, այսօր բոթասներ, որտեղ լավ եղանակ է, եւ հագել եմ այս կիսաշրջազգեստը, որտեղ ինքը բավականին թեթև եւ հանգիստ է։ Երեխեք ինձ հայելի մեջ նայում են, ոնց որ են հովիվներից լինեմ այս շորերով։ Ուրեմն եկա այս կողքի քաղաքը, ուղարկեցի իմ այդ տաբատն ու կիսաշրջազգեստը, այն մի կիսաշրջազգեստը տեսակ հագսեր։ Եվ հիմա ինչ է անում Ձերանայի գնում է Ժանի տունը։ Ժանին ասեցի, Ժան, մյուս անգամ, եթե դու մի բան կգնես իմ մոտից երեխեք, ես իմ շարֆն եմ կորցրել, սիրուն շարֆը։ Ասեցի հանկարծակի, այնպես բան կգնես, որ լինի, ասի, արդեն հոգնել եմ, ամեն անգամ գնում գալիս, դի ծաղում, ասում, ինչի՞ չես ուզում, իգասից տեսնես, ասի, կգամ, բայց վերջապես 40 կիլոմետր տունդ։ Ասեցինք, շատ եմ սիրում, չասեցինք այդ աստիճանի, դի ծաղում ուշքից գնում է, արժեքներ ունեն։ Լավ մարդ ասեցի, մի բան հիշեցի։ Ուրեմն այսօր մեսաժ է ստացել, մի հատ երիտասարդ աղջիկ գրել էր, Տիկին Անահիտ, ինչ կլինի, մի հատ ինձ խորհուրդ տվեք, նայում եմ ձեզ, հաճույք եմ ստանում, զգում եմ դուք ինչքան բարի եք, նիժելի մարդկանց մեջ բարություն չկա, նոր եմ ամուսնացել, ասում արդեն մի քանի ամիս է, ասում է, ինչ անում եմ, կեսուրս անդադ խոսում է, կոտ կնիկ է երևի, էլի։ Ասում է, ամուսինս էլ մենք շատ ենք սիրում իրար, ամուսինս ասում է ուշադրություն մի դարձա, հեսա հարմար լինի, արդեն կառանձնանանք եւ այլն, ուշադրություն մի դարձա, մեր նկատմամբ էլ է տենց, ճիշտ ասած, այդ երեխային գրեցի, ասեցի, ամուսինը ճիշտ է ասում, ասեցի, ուշադրություն մի դարձա, ասեցի, եթե ինքը այդ բնավորությունն ունի, ինքը երբեք չի փոխվի, ավելի լավ է դու ինքդ քո վրա աշխատես եւ շրջանցես, աշխատես քո վրա, բայց իհարկե շրջանցել լրիվ ներվերի հետ, այլի կապված։ Մեկ էլ այդ րոպեն այդ երեխուն պատասխանեցի, մտնում տեսնեմ մի հատ կին Աննա Մուրադյան, մեսաժ է ուղարկել։ Բարև ձեզ Անահիտ, ես չկարողացա չգրել, ասեմ, որ շատ տգեղ է, որ մեծ մտնումատներ երիտասարդներ պարկած են մնում։ Ճիշտ ասած, մի մոմենտ sense բան չեղա, երեխեք, անցա երևի, ես գիտեք այդտեղից։ Վայ Անահիտ, անցա թե չէ։ Դե լավ, գնամ հակառակ դեպքում հետ գամ։ Ասեցի, անցել եմ, 100% եմ անցել։ Մի վայրկյան պտտվեն։ Ստեղ կանգնեմ մի հատ խոսամ, ասեցի, կարդացի ծիծաղացի, բա ես չէի կարող չգրել, երբ որ մեծերներս են մտնում, երիտասարդները պիտի ոտքի կանգնեն։ Գրեցի Տիկին ջան, ջանով էլ գրեցի, նենց որ քեզ ջանով եմ ուղարկել էլի։ Կարող ա գիտես Անահիտի տունը կազարմա, բան այդ վայեննի չաստա, որ մտնելու պես բոլորը պիտի ոտքի կանգնեն, թե KGB-ի բանն ա, այդ պատվալն ա, թե գեստապո ենք։ Երևի ասեցի տեղը չես բերում դու։ Հիմա ու վերջում գրեցի, ասեցի, վայ, ոչերնեք, վայ, էվալա, լեննագանցոս բարնա էդի, ասեմ, էվալա քո հարսին։ Հիմա ես երեխեք ջան, ձեզ հարց եմ տալիս, այդ կինը տեսնես, մտածելով ա խոսում, թե ուղակի
բլտ այն որ ջուրը երրում է, բլբլտում է։ Տիկին Աննա Մուրադյան, ես քեզ մի հատ հարց եմ տալիս։ Ես քեզ հարց եմ տվել, որ դու քո գեղեցիկ քո գաղափարի միտքդ ես տվել։ Դու նախ առաջին հերթին դաստիարակվելու կարիքը դու ունես, որովհետև ինձ թվում է մեծ տարիքով կին կլինես։ Ուրեմն 90 տարեկան կինը, 62 տարեկան կինը, 66 տարեկան տղամարդը, 30 տարեկան տղամարդը, 29 տարեկան աղջիկը իրանք այդքան չեն հասկանում, որ դու պիտի սովորացնես ջահելներին, թե ինչը կարող է գիտես դու բանը, անուն ինչա այն Տեր Թոդիկի դպրոցն է։ Լսի, այդ տիկին, իմը ընտանիքա, իմը բան չի, կակեբեի պատվալը չի, ոչ էլ վայեննի չաստա։ Մեր մոտ կա փոխադարձ հարգանք։ Այդ տգետ, եթե գրանցված ես իմ ալիքին, հենց այսօրվանից խորհուրդ եմ տալիս, հավաքում ես քո գեղեցիկ չամադանդ, ճամփրուկդ ու գնում քո գործերով։ Ժողովուրդ ջան, գնում եմ արդեն, ինչ եմ ուզում ասեմ, սիրելի ներս, մի քիչ քուլ եղեք էլի, այս կյանքը կարճ է մեռանք ասելով, ինչ ես նստել քեզի բաներ ես հորինում, որ մեծը մտնի պիտի, այդ դպրոցա, Տեր Թոդիկի դպրոցն է, այ քեզ բան, արդեն էլ բան չունեն գրելու, ջոգում եք ժողովուրդ, որ ասում կեղտ էլ ման գալիս, հիմա դրանն է, մենց որ վերցնում ես քո հրաշալի ճամփրուկդ ու տանանա քայլով մարշ դեպի դուր։ Մեր թիմ քո նմաններ պետք չեն։ Մեր թիմը միայն եւ միայն դրական մարդիկ են։ Եղավ։ Նենց որ սիրելի իմ երիտասարդ աղջիկ ջան, դու գիտես որ նայում ես իմ սիրելի աղջիկ։ Տեսնում ես, այդ տիպի մարդիկ շատ կան, քո կեսրուի նման մարդիկ։ Ինչ երեխեք այդ կեսուր անունը հերիք է տակ, հա։ Մենք առաջին հերթին մնում ենք մայր, մնում ենք կին։ Ու պրիտոմ հայ կանայք այնքան առաքինի են, այնքան առավելություններ ունեն ուրիշ ազգի կանանցից, որ նշեմ տեղ չկա, անգամ մեր մոտ որ նայում են ասում են, դե հա դե Դավիթի մաման հայ է։ Անգամ մեզ խենթ են անվանում, որովհետև մենք խենթ ենք մեր երեխեքի նկատմամբ։ Ոնց կարող է դու քո տղային, քո հարսին, քո աղջկան, քո փեսային տարբերություն դնես, քո աղջկան ու տղային սիրես, քո փեսային ու հարսին չսիրես։ Ես ապշած եմ մնում, ես չգիտեմ, ես չեմ հասկանում, միգուցե ես նորմալ չեմ, ես եմ աննորմալ։ Ասեք տեսնեմ, ես նորմալ եմ, թե աննորմալ։ Ժողովուրդ ջան։ Հետո ասում եք, մեկ խոսում են, էլի, եկեք ճշմարտությունն ասեմ, էլի, ժողովուրդ ջան, ճշմարտությունը գիտեք որն է, որ ամեն ինչ գալիս է մեծից, ամեն ինչ գալիս է մեծից, եթե մեծը իրեն ճիշտ է պահում, երիտասարդն էլ է իրեն ճիշտ պահում, դուք մի մոր, անգամ ամենա ինչ ասեմ, սանձարձակ, անդաստիրակին է կարող է մեծը իր պահելաձևով փոխել, թեկուզ չկարողանա փոխել, բայց կարող է տարիներ հետո այդ աղջիկը փոխվի, մտածելով, բայց կան, այո, կան, վատերներ կան, բայց ես չեմ ասում ձեզ մեծը պիտի պարկի, երիտասարդները վրայով քայլեն, ինքը պիտի եւ եղի, եւ դաղի, ինքը իրան պիտի ճիշտ պահի, ինքը դիկտատորություն չպիտի անի, ինքը պիտի սիրի, բայց այդ անտեր մնացածը պիտի բնական լինի, խոմ դերասանություն չես կարանես, եթե դու սիրում ես, ես իմ Կարլային տեսնում եմ, անդադ ուզում եմ այդ իր փաբլիկ թշիկները պաչեմ, գիտեք ինչու, կարող եք ասել ինչու, որովհետև իմ տղային ինքը սիրում է, որովհետև իմ տղան իրան գրկում է, փաթաթվում է, սիրում է, ոնց կարող ես դու քո երեխայի սիրում չսիրել, դա անհնարին է, դա առնվազն պիտի լինեք սատանա, ու այդ սատանեկից մեկն էլ դու ես տիկին, կարող է դու գեներալ ես կամ մարշալ ես ինչ-որ մի բայեննի չաստում, ատենց բան ես չես սպասում, ու բոլորդ գիտեք, բոլորիդ ես զգուշացրել եմ եւ ասել եմ, ես այդպես է, իմ մոտ միշտ տենց է եղել, իմ տունը անընդհատ ժողովուրդ են եղել եւ ես երբեք իրանց մոտ տուն չեմ հավաքել, երբեք ես չեմ ասել են երեխեն աջալը գցեց ընդեղ են, արեք ինչ ուզում եք, սա ձերն է, եկել եք 3 օրով, սա ձերն է, եթե մի շաբաթով եք մնում, սա ձերն է։ Եվ դա բոլորը գիտեն իմ ծանոթները եւ բոլորը իմ հարազատները։
որպեսզի լարվածություն չստեղծես, որպեսզի այդ մարդը զգա իրան, իրա տան նման։ Իմ տունը որ մարդ է մտնում, ես խոհանոցից թռնում եմ, ասում եմ թողնում եմ իրանց, ասում եմ թող ինչ ուզում են անեն, մտնում են սառնարավ, ամեն ինչ որ հարցն ասում հենց մտնելու պես ասում սաստեղա երեխեքից բռնած։ PlayStation-ը որտեղ կուզեք խաղացեք, պարկում եք, նստում եք, չի կարելի այդքան տգետ տխմար լինել։ Մի քիչ զարգացեք երեխեք։ Արդեն մենք այն դարն ենք, որ ռոբոտին հարցնում ես բարև, ոնց ես, ասում է լավ եմ։ Ինչ պետքա հարցնում ենք, ինքը բեսես գրում տալիս է ձեռքը։ Ինչի մասին է խոսքը։ Չեք պատկերացնում, ինչքան հիասթափություն եմ երբեմն ապրում քո նման մարդկանց համար։ Եկ այստեղ այդ աղջիկը ինձ բան տվեց, շոկոլադ տվեց, սենց շոկոլադ, ես դեռ չէի կերել, ասեցի Մաղիլին, անունը Մաղիլինա էլի։ Ասեցի կարողա դու իմ վատն ես ցանկանում, ես այդքան ինձ պահում, ասում ոչինչ, նոր բան է, սուրբ ծնունդ է։ Հիմա ես այս ջուրը մի հատ խմեմ, սիրելիներս, անջատեմ, որովհետև չեմ սիրում էկրանի մոտ ջուր խմել, ուտելուց եմ մի քիչ լարվում, որովհետև չեմ սիրում չփչփոց, բայց ասեմ ձեզ, մարդիկ կան ուտում են, շատ էլ ընտիրա նայվում է, դա ամեն մեկը անում է այն ինչ անում է, ուղղակի ես ինքս չեմ սիրում, այդքան բան, թե չէ նշի որ վախենում եմ, էլի։ Սրանից հետո որ ջուրը գնեմ, փոքր բանկաներով եմ, շշերով եմ գնելու, քանի որ ես բարձրահասակ եմ, այդ մեծ շիշով որ խմում եմ, երեխեք շիշը կպնում այնտեղ, վերևը։ Հիմա քանից դա ժամը 2:32 րոպե, ես 3-ին կհասնեմ այնտեղ, Ժանն ասեց կլինի ժամը 4:05-ը, այն գործողությունները կատարեմ, պիտի նվեր ունեմ գնելու մի հատ, մեկին, մտնեմ մի հատ Maison du Monde, տեսնեմ ինչ լավ բաներ կա, սկզբից Maison du Monde, հետո գնամ բան։ Ախր այդ խանութներում են, նենց երաժշտություն են միացնում, չես կարողանում նկարահանես, գիտեմ որ շատ եք սիրում։ Բայց ինչ արած։ Եկա Կիաբի, գիտեմ որ շատերիդ հետաքրքրում է, կան նորություններ, այս սվիտերները վատը չէին, ասեմ ձեզ, ժողովուրդ ջան, եթե դուք կարողանում եք ինչ-որ տեղ փակ բան հագնել վզի հատվածում, հետաքրքիր բաներ կային, ասեմ ձեզ, որ Կիաբին նաև կա Հայաստանում, եւ ըստ ինձ տարբերությունը այդքան շատ չի գների, 5 եվրո ամեն մի շորի հագուստի մեջ, հիմա ես ճիշտ ասած փնտրում եմ բեժվի գույնի սվիտեր, բայց ասեմ այս որ հիմա տեսնում եք այս վերխը շատ լավն է, կարող եք գնալ եւ հետաքրքիր բաներ կգտնեք։ Ասեմ որ յուրաքանչյուր Կիաբին, յուրաքանչյուր քաղաքի Կիաբին տարբեր է։ Օրինակ Դավիթենց մոտ գնացել էինք, իրանց Կիաբին ավելի շատ բան կար, քան մեր մոտ։ Երբեմն մեր մոտ ավելի շատ բաներ լինում, քան խոսքի Փարիզում, Լիլում, Լիոնում եւ այլն եւ այլն։ Դրա համար ավելի եթե կցանկանաք բաներ գնել, մանավանդ նոր տարվա հագուստներ էին գեղեցիկ ստացել, բան տոնական։ Կարող եք գնալ, ընտրել, գինը բավականին մատչելի է, ասեմ, գինը բավականին մատչելի է համեմատած որոշ խանութներին։ Դե չեմ կարող ասել, որ որակը բավականին բարձր է, չեմ ուզում սուտ խոսել, բայց ասեմ ձեզ, որ ես ունեմ Կիաբից գնաց բաներ, այսօր որ ես հիմա հագել եմ այդ շագանակագույն վերխը, դա Կիաբիից եմ գնել 2 տարի առաջ եւ ես ձեզ ցույց տվեցի, կա Տիգրովի բանով այդ գույներով, էլի նույնն է, շատ լավն է, կարող եք գնալ օգտվել, գնեք Շատ բաներ կան, որ պետք չի շատ թանկ տալ, ասեմ ձեզ, քանի որ յուրաքանչյուր կին ցանկանում է հաճախակի փոխել իր զգեստը։
Եկա ռազիվալկա։ Հիմա մի հատ փորձեմ այս սվիտերները վերցե 3 հատ, տեսնենք որն է լավը։ Տեսեք, այսա եմ ես հագել։ Այս կարիճնևին, հիմա տեսնենք ոնց է, չգիտեմ, մեջը բուրդ կա, թե չէ, ոնց որ չի ծակում, չէ։ Սա փոքր ռազմերն է վերցե, երևի ինձ էլ լավ պետք, գիտեք երեխեք։ Այս յուբկաս լավ մեծ է։ Հիմա փորձեմ բեժը։ Երեխեք նրա մեջ բուրդ կար, դա ավպադայետ։ Սա սովորական սվիտեր է, բեժովի, այս յուբկայի սիրուն է, բայց սենց բեժովի սվիտեր չեմ ուզում, սենց հասարակ, էլ ինձ շատ հասարակ է։ No, սենց նեղոտ բան է ինձ պետք, լավ մի հատ ուրիշ խանութներն է կնայեմ, լավ։ Ալի եղանակ է երեխեք, մեզ լավ տաք եղանակ, մեքենան կանգնացրել եմ հեռու, մի հատ մտնեմ ես կողքի խանութը, հետո պիտի գնամ նվեր գնեմ, մտածում եմ անգամ գնամ ոտքով երեխեք ջան, որպեսի քայլեմ, ինադու էլի, բայց որտեղ այդ խանութը իմ աշկովը սնգել էր, հա հենա Maison du Monde, չէ հարմար չի լինի, որովհետև ես պետք է հետո մտնեմ մի հատ կողքի խանութը, կուկու, հետը վաշանա եդը չկա, ու կամին ծուրտ ատ, հետքան էլ տակ չի, մտանք ես խանութ երեխեք, երեխեք ենքան լավ բաներ էի տեսել ինտերնետով, արի ու տես, որ չկա բանում էդ խանութում չկա, այստեղ են ասում, այ կես հիմար նապաստակ, բայց հիմնականում ժամ եմ մերցնում, որպեսզի ժանը գատուն, թե չեն այս կարիք չունեմ, ուղղակի պիտի նվեր գնեմ, հիմա գնամ այդ խանութը, Maison du Monde, բան է, էլի տան համար տենց բաժակներ եւ այլն, տեսնեմ մի հատ մի հետաքրքիր օրիգինալ բան եմ ուզում գնեմ, տեսնեմ կգտնեմ արդյոք թե ոչ, եթե չէ, ուրեմն մեր քաղաքից կգնեմ, բայց հնարավոր չի ստեղից մի լավ բան չտեսնեմ, Maison du Monde լավ բաներ կան, Նենց եմ ափսոսում մեր այդ խանութը, այդ կոշիկի, որ ես օգտվում էի, մեր կոշիկի խանութը, այս մարդը մոռացել է բան, բագաժնիկը բացած գնում է, վա, մեղք է, չէր նկատել, սիգնալ տվեցի, չհասկացավ երևի, մակասես կինով է ինձ, շեք մազերով կինով է ինձ սիգնալ է տալիս հետևից, գնացինք ժողովուրդ ջան, բայց սխալ էի, թե celle-là, je crois que celle-là, ouais, Maison du Monde, օրկեստրայի կողքն է, պիտի նվերել գնեմ այդ երեխայի համար, բայց մի քիչ կսպասեմ, թող նոր կոլեկցիան գա, գարնանային կոլեկցիան, ամառային գարնանային, որտեղ երեխան հիմա այնքան երևի նվերներ է ստացել, մի անգամից կգնեմ ամառային շոր, գարնանային ամառային շոր, դրա համար սպասեմ նոր կոլեկցիային, անընդհատ հորանջում եմ երեխեք ջան, այսօր շուտ եմ արթնացել, ես քանի օր չեմ կարողանում լավ քնեմ, շատ շուտ եմ արթնանում, շատ շուտ է էլի, գիտեք ինչ մտածում եմ քիչ հեռու կանգնացնեմ մեքենան, որպեսզի քայլեմ, ինադու եմ գիտեք չի անում, որովհետև կանգնացնում ենք անընդհատ մեքենա, իջի բարձացի, այս է, բիա, ես ինչ եղավ, չույթի տակոյ, ահա, լավ էլ հեռու կանգնեցի խանութից, գնացինք սիրելիներս, հուսով եմ, որ այդ խանութում երաժշտություն չի լինի, Կիաբիինը տեսակ հանել էի, բայց ասեմ երեխեք բան չկա ցույց տալ, առաջ ես Կիաբիի առևտուր էի անում, գնումներ, ուղղակի չեք պատկերացնում ինչքան բան կար, այնքան որ վիդեոներս տեսնեք կտենակ, ես Կիաբի բավականին շատ բաներ եմ գցել։ Ահա, այս խանութն է, Maison du Monde։ Բայց ասեցի կենտրոնում մի հատ լավ խանութ կա, էլի այս տիպի։ Մեր մոտ է կա, մեր կողքի քաղաքն է կա լավ խանութ։ Ուղղակի ստեղ եմ, մի հատ մտնեմ նայեմ, եթե չգտա ոչինչ, կգնամ այդ կողքի քաղաքը գործով, կգնամ ներից կգնեմ։ Դե լավ, գնացինք սիրելիներս, տեսնենք ինչ կգտնենք մի հետաքրքիր օրիգինալ մի բան, այդ վաշանը եթե չկար, գալիս է դեպի, մտնում է դեպի խանութ, կուկու։ Ահա, եկա այս խանութ և ինչ երաժշտությունը մի ինչ բարձր,
Եվ ես հանեցի, մի հատ խնդրում եմ ես խաղալիքները նայ, գնացի իմ մանկության հիշողության գիրկը, լրիվ վինտեջ, լրիվ մեր 70-ական թվականների խաղալիքները, դա է հիմա շատ տրենդային, ասեմ ձեզ բոլորի, ուրեմն այս խանութը շատ լավ խանութ է, ասեմ ձեզ, ամեն ինչ կա, ամեն ինչ եւ բարձր որակով կահույք, դեկորացիա, սպասք եւ այլն եւ այլն։ Ես ուղակի եկել եմ նվեր գնելու, բայց մի քիչ շեղվել եմ, ցույց եմ տալիս ձեզ, թե ինչն է տրենդային աթոռները, նայեք, սիրելիներս, աթոռների այս ձևերը, սրանք բոլորը 60-ական թվականների աթոռների մոդան է եկել, ամբողջությամբ 60-ական թիվ։ Եվ աչքս ընկավ այս հրաշալի դիվանի վրա։ Այտենց հարմար դիվան ես դեռ չէի նստել, ինձ թվում է իմ մյուս դիվանը լինելու է սա։ Շատ լավն էր, գույնը իհարկե ուրիշ գույն, բայց արտակարգ կոմֆորտ եւ երբ որ մոնտաժ էի անում, զգացի, որ ձայնը պետք է հանեմ, որովհետեւ երաժշտությունն ավելի բարձր էր, քան իմ ձայնը։ Եվ ճիշտն ասած դեռ չէի գտել իմ նվերը, տեսեք այս փոքրիկ սեղան ինչքան լավն է, շատ իրար հետ համադրվում է։ Իսկ սա ես էի հայելի մեջ ձեզ բարևեցի։ Այնքան բարեհամբույր աղջիկներ են, այս աղջիկը տեսա, որ ես նկարում եմ, եկավ հարցրեց կարող է օգնելու կարիք ունենաք, ասեցի չէ, մերսի, նայում եմ էլի, ուղղակի եկել եմ խանութ նայելու, նվեր եմ ման գալիս։ Եվ զգացի, տեսա, որ այս մեբելները, կահույքները նայելով հիշեցի Մոսկվա Слезам не верит, հիշեցի Սլոխկին պարը, մեր 80-ական թվականների 75 այդ ժամանակվա կահույքների եւ գույնը եւ ստիլը լրիվ դա է մոդա, կրկին ձեզ բարևում եմ սիրելիներս, որովհետեւ ամբողջ խանութը հայելիներ էին։ Ասեմ ձեզ, որ բավականին հետաքրքիր դեկորացիա ունի այս խանութը, ես երևի թե հունվարին տոներից հետո մի հատ կգամ այստեղ եւ շատ մանրամասնորեն կնայեմ, որովհետեւ ցանկանում եմ դեկորացիաս փոխել մի քիչ իմ տան, նկարներ չտեսա, կային թե չկային, երեխայի կահույքներ կային, այս ամեն ինչը տեսնում եք լրիվ 80-ական, 70-ական թվականների երևի շատ տատիկներ կլսեն, կտեսնեն այդ օժիտ, որ ասում ենք, տեսակ այդ գործած այդ պլեդները, այդ բաները, ադյալները, որ դրանք բոլորը մոդա է։ Չի նկատել այս երեխեք այս մոմից այտենց հոտ, ինչ ասեմ, ուղղակի մտածեցի գնեմ, թե չգնեմ, հետո ասեցի դե լավ, անայ դու դրա համար չես եկել, դու մի հատ գնա քո նվերդ գտի եւ ուրախ եմ, որ գտա, հիմա չգիտեմ, լավն էր, վատն էր, ինձ դուր եկավ, բնականաբար այն տիպի բան ընտրեցի, որ ոչ գույներ, ոչ էլ ավելի բաց եւ ավելի, ինչ ասեմ, մոդայիկ։ Ինձ թվում է այսպիսի խանութներ 90% կանանց դուր է գալիս։ Բայց ասեմ ձեզ, երբ որ ապրանքը շատ է լինում, անկախ քեզանից բժժում ես։ Ես սիրում եմ գնալ խանութ, եթե ինչ-որ մի նպատակ ունեմ, աննպատակ չեմ սիրում մտնել եւ թափառել։ Եթե ինչ-որ մի գնում ունեմ անելու, այդ ժամանակ գնում եմ խանութ։ Կան շատերը, որոնք դուրս են գալի ուղակի ման գան, մի քիչ սենց ինչ ասեմ, դուրս գան, նայեն, ես չէ, ես այդ տիպի մարդկանցից չեմ։ Ես ունեմ նպատակ, գնում եմ, չունեմ, գերադասում եմ գնալ դաշտավայրերում քայլել։ Այդպիսին եմ, բնավորությունս այդպիսին է, բայց ես բոլորին ընդունում եմ եւ հարգում իրենց նախասիրությունը։ Արդեն հասնում եմ սպասքների բաժինը եւ ասեմ դες բավականին գեղեցիկ սպասքներ ունեմ, բայց մի բանը դուրս չեկավ, որ սա չէ, սա կարող էին դնել աման լվանալու մեքենայի մեջ, բայց կան սպասքներ, որոնք ունեն ոսկեգույն գծեր, իսկ երբ որ կա այդպիսի սպասքներ, դա նրանք ովքեր չեն սիրում ձեռքով լվանալ, մի գնեք, որովհետեւ դա մեքենայի մեջ չի գնում։ Եվ սկսեցի արդեն նայել, տեսնել, թե ինչի կարիք ունեմ եւ գտա եւ գնեցի այն։ Այս բաժակներն են շատ գեղեցիկ, թեյի համար, բայց մի քիչ ծանր էին եւ նենց ամեն մեկին դա դուր չէր գա։ Ավարտեցի արդեն համարյա տեսա ինչ էր պետք, մի քանի անգամ գնացի հետ եկա
եւ ընտրեցի համապատասխան նվեր, ասեմ ձեզ երեխեք ջան, սպասք գնելը որպես նվեր շատ դժվար է։ Եթե ցանկանում եք գնել, գնեք բաց գույն սպիտակ եւ դա ավելի կհեշտացնի ձեզ բոլորին, քանի որ սպիտակը դա բոլորն էլ սիրում են։ Ջան, գնեցի։ Պրակտիկ բան եմ գնել պետքական։ Չգիտեմ, դուրը կգա թե չէ, բայց ես շատ օրիգինալ բան գնեցի, այսինքն այնց բան, որ մենք չենք տեսել։ Չկա անընդհատ էլի։ Օրիգինալ բանը, չգիտեմ։ Իմ հենց աչքը կպավ դրան եւ շատերն էին գնում, ես հենց մի անգամից պատտվելուց դա տեսա, հետո նորից հետ եկա եւ որոշեցի, որ դրան գնեմ։ Օրիգինալ բաներ էին։ Տեսնենք։ Չեմ ասում ում համար եմ գնել, հետո կասեմ, որովհետեւ այս բլոգը որ դուրս գա, չեմ ուզում որ տեսնեն մարդիկ էլի, որ ում համար գնել եմ, նայում են ինձ։ Նենց արևա կուրացնում է, ես ինչքան ժողով, այսօր ուրբաթ է, մոռացել էի, ամուսնյակս է զանգում։ Դե ինչ սիրելիներս, եկեք այսքանով այսօր ավարտեմ իմ վլոգը, ցանկանամ ձեզ բարի դիտում, ցանկանամ ձեզ գեղեցիկ օր եւ ամենակարևորը եղեք առողջ, եղեք ուրախ եւ եղեք դրական։ Համբուրում եմ ձեզ, սիրում եմ ձեզ եւ ինչպես միշտ ասում պակա-պակա, հաջորդ սերիան վաղը։